ಆರ್ಮೇನಿಯಾದಲ್ಲಿ ನಡೆದ ಪಿನಾಕ ಮಲ್ಟಿಬ್ಯಾರಲ್ ರಾಕೆಟ್ ಲಾಂಚ್ ಎಂಬಿಆರ್ಎಲ್ನ ಫೈರಿಂಗ್ ಪರೀಕ್ಷೆಗಳು ಭಾರತದ ರಕ್ಷಣಾ ತಂತ್ರಜ್ಞಾನದ ಸಾಮರ್ಥ್ಯವನ್ನು ಮತ್ತೊಮ್ಮೆ ಜಗತ್ತಿಗೆ ಪರಿಚಯಿಸಿವೆ. ಕಡಿಮೆ ಸಮಯದಲ್ಲಿ ಹೆಚ್ಚಿನ ಪ್ರಮಾಣದ ರಾಕೆಟ್ಗಳನ್ನು ಉಡಾಯಿಸುವ ಸಾಮರ್ಥ್ಯ, ದೂರದ ಗುರಿಗಳನ್ನು ನಿಖರವಾಗಿ ಹೊಡೆಯುವ ಶಕ್ತಿ, ಯುದ್ಧ ಭೂಮಿಯಲ್ಲಿ ಸೇನೆಗೆ ವೇಗವಾದ ಮತ್ತು ಪರಿಣಾಮಕಾರಿ ಬೆಂಬಲ, ಸಂಪೂರ್ಣವಾಗಿ ಭಾರತದಲ್ಲಿ ಅಭಿವೃದ್ಧಿಪಡಿಸಲಾದ ಸ್ವದೇಶಿ ರಕ್ಷಣಾ ವ್ಯವಸ್ಥೆ. ಆರ್ಮೇನಿಯಾದಲ್ಲಿ ನಡೆದ ಯಶಸ್ವಿ ಪರೀಕ್ಷೆಗಳು ಭಾರತದ ರಕ್ಷಣಾ ಉತ್ಪನ್ನಗಳ ಮೇಲೆ ಜಾಗತಿಕ ಮಟ್ಟದಲ್ಲಿ ವಿಶ್ವಾಸ ಹೆಚ್ಚಿಸಿರುವುದರ ಜೊತೆಗೆ ಭಾರತದ ರಕ್ಷಣಾ ತಂತ್ರಜ್ಞಾನವು ವಿಶ್ವದ ಪ್ರಮುಖ ಶಕ್ತಿಗಳ ಸಾಲಿನಲ್ಲಿ ಸ್ಥಾನ ಪಡೆದಿದೆ ಎಂಬುದನ್ನು ತೋರಿಸಿವೆ. ಮೇಕ್ ಇನ್ ಇಂಡಿಯಾ ಮತ್ತು ಆತ್ಮನಿರ್ಭರ ಭಾರತ ಸಂಕಲ್ಪದ ಫಲವಾಗಿ ಭಾರತದ ತಂತ್ರಜ್ಞಾನ ಇಂದು ವಿಶ್ವದ ಯುದ್ಧ ಭೂಮಿಗಳಲ್ಲೂ ತನ್ನ ಸಾಮರ್ಥ್ಯವನ್ನು ಸಾಬೀತುಪಡಿಸಿದೆ. Հանրապետության հրապարակում զորահանդեսի ընթացքում հանրությանը ներկայացված համազարգային կրակի ռեակտիվ համալիրները տևական ժամանակ է, ինչ համալրել են Հայաստանի Հանրապետության բանակի զինանոցը, տեխնիկական բնութագրերով եւ ընձեռացնողություններով չեն զիջում առաջատար տարբեր երկրների բանակներում կիրառվող նմանաբնույթ զինտեխնիկաներին։ Շանթ համազարգի կրակի ռեակտիվ համակարգը կարողանում է սեղմ ժամկետներում մարտական աշխատանքի բերվել, կարողանում է իրականացնել բոլոր աշխատանքները ավտոմատ, կիսաավտոմատ եւ մեխանիկական միջոցներով։ Եվ իր ավտոմատ կառավարման համակարգը եւ իր հեռահարությունը գոյություն ունեցած մեր ՀԿՌՀ համալիրների համեմատ ունի մեծ առավելություն։ 24 տարի բանակում եմ եւ հպարտ եմ, որ մեր բանակը համալրվում է նոր տեխնիկայով, ժամանակակից տեխնիկայով։ Շնորհիվ դրա մենք ավելի վստահ ենք կանգնում մեր հողի վրա եւ պատրաստ ենք պաշտպանելու մեր ինքնիշխան պետության սահմանները։ Բարբերաբար անցկացվող այս օրինակ պարապմունքների արդյունքը իրեն սպասեցնել չի տվել։ Զինծառայողները գերազանց են հանդես եկել զորավարժանում հրաձգությամբ պատկացված վարժանքներին, խոցել են առաջադրված բոլոր նշանակետերը։ Սպառազինության վրա հիմնականում ծառայում են մեր պայմանագրային զինծառայողները պաշտպան հայնած ծրագրով, որ այդ ծրագրի դերն ու նշանակությունը շատ կարևոր եմ համարում։ Զինծառայողին մեկ անգամ ուսուցանում ես, մեկ ուսումնական փուլ, որը տևում է 4-ից 5 ամիս։ Եվ 4.5 տարի է զինծառայողը ծառայելով, տիրապետելով տեխնիկային, պատրաստելու խնդրի կատարման։ Զինտեխնիկան կիրառող պաշտպան հայրենյաց ծրագրի շահառուներից մեկն էլ Սարո Սարիբեկյանն է։ Գերազանց տիրապետում է թե համազարգային կրակի ռեակտիվ համալիրների կիրառման կարգին, թե տեխնիկական բնութագրերին։ Հպարտ եմ, որ ծառայում եմ Հայաստանի Հանրապետության բանակում եւ հպարտ եմ, որ գործում եմ նման տեխնիկայի այդ ժամանակակից տեխնիկան երթային վիճակից մարտի բերվելու համար պահանջվում է ընդամենը 4 րոպե, ինչը գերազանց արդյունք է։ Պայմանագրային զինծառայողն ասում է, երբեք չի մոռանա այն տպավորությունները, որ ստացել է զորահանդեսին մասնակցելիս։ Զորահանդեսից ստացա հիանալի տպավորություններ, հպարտ եմ, որ մեր հայրենակիցները տեսան մեզ, թե մեր տեխնիկաները, երբեք չեմ մոռանա այն հպարտությունը, որ տեսել եմ մարդկանց աչքերում, երբ զորահանդեսն էին դիտում։ Պատրաստ ենք ապացուցել, որ ամեն վայրկյան ամուր կանգնած ենք մեր հողի վրա, պաշտպանելու ենք մեր հայրենիքը։ Հրթիռը հրետանային զորամասում բոլորը քաջ գիտակցում եւ կարևորում են այս օրինակ համադիր պարապմունքների դերն ու նշանակությունը։ Պատրաստ են լավագույնս հանդես գալու նաեւ շաբաթներ անց մեկնարկող կիսամյակային քննություններին։ Այդ վստահությունը գալիս է նրանից, որ անձնակազմը անընդմեջ եւ բարբերաբար մասնակցում է գործնական պարապմունքներին, վարժվում է զինտեխնիկայի վրա։ Համալիր պարապմունքի ավարտին մեկ անգամ եւս շեշտում են, իբրև Հայաստանի Հանրապետության բանակի զինվորականներ պարտավոր են լավագույնս տիրապետել ռազմական մասնագիտությանը, լինել ունակ եւ պատրաստակամ, պաշտպանելու մեր ինքնիշխան պետության սահմանները։ Անձնակազմը լիարժեք տիրապետում է զինվորական մեր նոր համալրված տեխնիկային եւ հարկ եղած դեպքում պատրաստ ենք պաշտպանելու մեր ինքնիշխան պետությունը։ Ներսես Սիվանյան, Ռուբեն Մրացականյան, Զինուշ։